Հերթական նոր տարին Հայաստանում գտնվող բռնի տեղահանված արցախցիներից շատերը դիմավորում են այն հույսով, որ գուցե հաջորդ տարին անցկացնեն սեփական տանիքի ներքո։ Բնակարանների բարձրի մակարդակին ծանոթ մարդը լիովին կհասկանա նրանց։ Օրերս կառավարությունը խորհրդարանի դատին ներկայացրեց Ասիական զարգացման բանկի հետ կնքվելիք վարկային պայմանագիրը, որով ծրագրվում է Հայաստանին $250 միլիոն պատք տրամադրել արցախցիների բնակարանային խնդիրները լուծելու համար։ Պատկառելի գումար է, բայց արդյոք այն կծառայի նպատակին։ Հոռետեսական հացի պատճառներից մեկը տվյալներն են, ըստ որոնց 26,000-ից ավելի արցախցի ստացել է Հայաստանի Հանրապետության քաղաքացիություն։ Սակայն մինչև հիմա հավաստագրով բնակարան է գնել 3,800 ընտանիք։ Պարզ հաշվարկը ցույց է տալիս, որ հազարավոր արցախահայեր չեն շտապում օգտվել բնակարան ձեռք բերելու ծրագրից։ Չարենցավան, Աբովյան, բավականին շատ է բարձրացել գները։ Բյուրեղավանում կարծես թե նորմալ է, 4 միլիոնով կարող են գնել։ Օրինակ երեք մի արցախցի տուն էր գնել $50,000 Էջմիածինում, 2 սենյականոց բնակարան, բայց ավերակ, այսինքն դեռ մի 20,000 էլ պետք է ինքը նել դնի, որպեսզի դա բնակարան կոչվի։ Իհարկե հարց է առաջ գալիս. ինչու են մարդիկ նախընտրում բնակարան գնել Երևանամեծ տարածքներում։ Ավելի հեռու բնակավայրերում տներն ավելի մատչելի են։ Ամեն ինչ կախված է եկամտի աղբյուրից։ Մարդիկ, որ պետք է ընտրեն, որտեղ բնակարան ձեռք բերեն, հիմնականում կապում են այն հանգամանքի հետ, թե որքան ինչ զբաղվածություն պետք է ունենան։ Այսինքն նախ եւ առաջ զբաղվածություն, ինքնազբաղվածություն ապահովելու հանգամանքով պայմանավորված նոր ընտրում են համայնքը։ Հետևաբար ես կարծում եմ, որ այն գումարը, որ տրամադրվում է Երևանի եւ մերձ Երևանաբնակ համայնքների մասով, պետք է բարձրացվի, այսինքն առնվազն 4 միլիոն լինի, եթե չասեմ նույնիսկ ավելին։ Հիմա յուրաքանչյուր արցախցի ստանում է բնակարան ձեռք բերելու հավաստագիր, որը ենթադրում է 3-ից 4 միլիոն դրամի հատկացում կախված համայնքից, որտեղ գտնվում է տունը։ 5 միլիոն դրամ տրվում է հիմնականում սահմանված համայնքներում տներ ընտրելու դեպքում։ Բայց այդ գյուղերում անշարժ գույքը էժան է հենց այն պատճառով, որ տեղացիներն են արտագաղթում, աշխատանք չլինելու հետևանքով։ Այսինքն աշխատանք չեն ունենա նաև այնտեղ տեղափոխված արցախցիները։ Մեկ այլ խնդիր է 1 կամ 2 անդամից կազմված ընտանիքների հարցը։ Ինչպես նրանք գնեն բնակարան 3, 4 կամ թեկուզ 5 միլիոն դրամով։ Կարելի էր էկոտներ կառուցել եւ արցախցիները բնակվեին ըստ համայնքների, օրինակ Հադրութի շրջանի մի 5 գյուղ, բնակիչները մեկտեղ։ Դուք ստեղծեիր հազարավոր աշխատատեղեր, նույնիսկ արցախցիները պատրաստ են իրենց տան վրա աշխատել անվճար, միայն թե պայմանները, ասենք անվճար օգնեին կառուցել բանվորներին կամ շինարարներին իրենց տները։ Եվ իսկապես, ասենք $250 միլիոն կարելի է ահռելի քանակությամբ բնակարաններ կառուցել, որով եւ կվերահսկվի դրանց որակը, նաեւ տնտեսական աճը կավելանա։ Մյուս կողմից էլ հավաստագրերի հանձնումով արհեստական չի բարձրացվի անշարժ գույքի գները։ 250 միլիոն վարկ վերցրած գումարները վստահ եմ, որ կարող ամբողջությամբ չծախսվի։ Դա ըստ նպատակային մնալու բյուջեում, թե դասակարգված հոդվածայինով ծախսվելը ըստ անհրաժեշտության։ Այսինքն այդ գումարը վստահ լինենք, որ մնալու է պաուստային ֆոնդում կամ X հիմնադրամում, որտեղ որ ծախսվի այդ նպատակների համար։ Հացը հստակ պատասխան չի ստացել։ Այնինչ այս պահին կա շահարկում, որ Հայաստանի արտաքին պարտքն աճում է նաև արցախցիների խնդիրների լուծման պատճառով։ Վերջնարդյունքում չստացվի, որ նրանց համար վերցված վարկը ծախսվի այլ ծրագրերի իրականացման կամ բյուջեի ճեղքվածքը փակելու համար։ Արմեն Աթալյան, ժամը լրատվական։